Անցյալ շաբաթ Facebook-յան մի քանի ընկերներով որոշեցինք մի խումբ ստեղծել, որտեղ կտեղադրենք այն բոլոր հիմնականում հայաստանցիների նկարները, անունները, աշխատանքի եւ բնակության վայրերը, որոնք հայոյում են անընդմեջ, անհարգալից են խոսում մեկը մյուսի նկատմամբ, վատ մեկնաբանություններ են թողում, այսինքն անքաղաքավարի, անդասիրակ կեղտաբերաններ են։ Եվ այս երկու օրը մտածում եմ, որ մենք սխալ խումբ ենք ուրեմն ստեղծել, ինչ իմաստով։ Հիշեցի մի հին սովետական անեկդոտ, ուրեմն Ռուսաստանից խումբ է գալիս մի հանձնաժողով Հայաստան, որ տեսնեն Հայաստանում անբարոյականություն ինչ թիվ է կազմում, հանձնաժողովին խնդրում են, որ հնարավորին չափ մեղմ թվեր գրեն, անբարոյականների քանակով, ստուգումներով, հանձնաժողովն էլ ուրեմն ուղղաթիռով պատտվում է քաղաքի վրա, ինչ-որ չափիչներով, բաներով, սարքավորումներով ստուգում են, թե ասենք Երևան քաղաքում ինչքան անբարոյական կա։ Հայերեն ասած, հին հայերենով շատ ներողություն եմ խնդրում, բոս, անբարոյական իրավունքներից զուրկին։ Չգիտես ինչու իհարկե այն թվերին համարում էին, որ երևի հիմա էլ են շատերը համարում, որ անբարոյականները հիմնականում կանայք են, բայց հավատացեք ինձ, հայաստանցի տղամարդկանց մեջ ծագումով, ծնունդով հայաստանցի, անկախ դրանից ապրում են Լոս Անջելեսում, թե Ռուսաստանում, թե Հայաստանում, նրանց մեջ անբարոյականները ավելի շատ են, ոնց են ասում, կանանց գլուխը լվացել են։ Ուղղաթիռը պատտվում է, թիվը ներկայացնում են, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը նայում է թվին, զարմանում է, բա ձեզ խնդրել էինք, որ մեղմ թիվ գրեք, ես ինչ թիվ եք գրեք, քանի տոկոս, ասում է, եղբայր, ասում է, մենք մենակ դեռ հələ մանկապարտեզների վրայով ենք թռել։ Հələ այդքան թիվ է կազմել, ուզում եմ ասեմ, պատկերացրեք, թե քաղաքի վրայով պատտվեին, թիվը ինչքան մեծ կլիներ։ Նա նկատի ունեմ, հիշելով այս անեկդոտը, որ երևի ավելի լավ կլիներ, որ մենք ստեղծեինք մի խումբ, որտեղ կտեղադրեինք ոչ թե հայհոյողներին, կեղտաբերաններին, այլ նորմալ մարդկանց, գեղեցիկ խոսացող, հարգալից, դաստիարակված, ինչ ասեմ, հայրենասեր այդ մարդկանց, որովհետև այդ մարդկանց թիվը շատ ավելի, մի քանի անգամ ավելի փոքր է, քան թե կեղտաբերանների, դրա համար այդ կեղտաբերաններին տեղադրելը դա մեծ ծավալի աշխատանք է, ավելի հեշտ կլիներ տեղադրեինք, ուրեմն ստեղծեինք խումբ, որտեղ տեղադրեինք ուրեմն քաղաքավարի, նվիրված, հայրենասեր, հարգալից խոսացող մարդկանց նկարները, անունները, որ բոլորը տեսնեին, օրինակ վերցնեին եւ պարզենային դրանց ընտանիքի անդամները, ընկերները հպարտանային, որ իրանք այդ մարդու հետ կապ ունեն։ Որովհետեւ այդ վերջի ժապավենը, որ տեղադրել է, երբ որ կոչ է անում, ուրեմն ստեղծել այդ խումբը, դուք մենակ պետք է տեսնեք այդ մեկնաբանություններում ինչքան հայոյանքներ են ինձ գրել, ինչեր են ինձ գրել, եւ դա միայն նրա համար, որ ձայնագրության սկզբում հիշում եմ այդ ինչ հակոչում, այդ դոգ կեղտաբերանին եւ դրա օրինակի դրա հիման վրա առաջարկում են, որ ստեղծել այդ խումբը։ Մենակ տեսնեք, թե դրա հետևորդները ինչ քանակ են կազմում Հայաստանում ու ինչեր են ինձ գրել։ Բա դու պատկերացնում եք, թե ընդհանուր ծավալ ինչքան, ասենք Քոչարյանի մասին մեկը բանա գրում, Քոչարյանի պաշտպաններն են այդ բաները գրում, հայոյանքները, Նիկոլի մասին է մեկը քննադատական խոսք գնում, նիկոլականներն են դա գրում, Սերժ Սարգսյանի մասին են գրում, նրա հավակնորդներն ու նրա համար դոշ տվողներն են, այսինքն որ կողմը նայում ես, միայն հայոյանք, անհարգալից խոսք, վիրավորանք, կեղտաբերաններ, խոտանը Հայաստանի հասարակության, ծնունդով հայաստանցիների մեջ այնքան շատ է, որ ուղղակի պարզապես սարսափելի է։ Ու մեկ էլ գիտեք ինչն է հետաքրքիր, օրինակ Քոչարյանի, որ եթե մտածում ես, նայում ես, Քոչարյանին ասենք հայոյողների ճնշող մեծամասնությունը այն մարդիկ են, ովքեր ժամանակին Քոչարյանի ընտրությունների ժամանակ կաշառք են վերցրել, մուրաբայի, չգիտեմ, մակարոնի, կարտոֆիլի, 500 դրամի տեսքով իրենց ձայնը, իրանց ապագան, իրանց ընտանիքի, իրանց երեխաների, իրենց հայրենիքի ապագան տվել են Քոչարյանին։ Նույնն էլ Նիկոլին։ Նիկոլին այսօր հիմնական հայոյողները նրանք են, ովքեր որ նայում ես էջը, ոչ մի սրբություն չկա,
նկար ոչ մի ընտանիք չկա, կին չկա, երեխա չկա, սա էջի վրա Նիկոլի նկարն է, որ Նիկոլի կնոջ, ու այն սկզբի ժամանակ էր այդպես էլի, Նիկոլին աստվածացնելով ման էին գալիս, այսօր արդեն Նիկոլին հայոյում է, եթե հիմա մեկը բանա գրում, իրանք ընդեղ են։ Ասածս նա է, որ սարսափելի մեծ քանակի է հասնում, ուրեմն կեղտաբերանների քանակը հայաստանցիների մեջ, դրա համար երևի ավելի ուրեմն ճիշտ կլիներ, որ մենք ստեղծենք խումբ, որը պարզապես այդ էջում կտեղադրեր արժանապատիվ, հարգալից, հայրենասեր, բարոյական, ինչ ասեմ, գեղեցիկ խոսացող, հարգալից վերաբերվող մարդկանց անունները, Զարուհի Մուրադյանի, մի օրինակելի կին, որին հələ պատիվ չեմ ունեցել հանդիպելու, բայց իր գործունեությամբ, իր ամուսնու հետ, իր ընտանիքի հետ, Պարուր Հայրիկյան, մեկ այլ դաշտից, որ իր ամբողջ կյանքը նվիրեց այս տխմար ժողովրդի ու այս փնթի երկրի անկախության համար, այսօր նայում ես այդ մարդուն հայհոյանքներ են գրում, ում ասեմ, ուրիշ բնակավար գնամ հասնեմ են Հայաստանի մույսարը, Թաթուլ Հակոբյան, լրագրող լինելով հանդերձ խելացի դասիրակված քաղաքավարի մարդ լինելով ծնունդով Հայաստանի հեռավոր գյուղից, այնքան հայրենասեր է, որ ամբողջ օրը թողելով իր ընտանեկան հոգսերը զբաղված է Արցախահայության օգտելու, տեղավորելու հարցով, իսկ այն մարդիկ, ովքեր կյանքում 1000 դրամի օգնություն մեկին տված հայոյելով արցախցիներին, էլ հայաստանցիներին, էլ բոլորին հայոյելով ման են գալիս։ Եվ մեկ էլ գիտեք ինչն է հետաքրքիր, շատ տարօրինակ։ Ուրեմն անցյալ օրը այդ էջում 3 հատ աղջկա նկար եմ դրել, չգիտեմ 3-ն էլ նույնն է, թե տարբեր աղջիկներ են, դե դրանցից շատ են, որից եմ ասում։ Ուրեմն հայհոյանքներ են տալիս, որ ես իմ մանկության տարիներին, իմ երիտասարդության տարիներին Երևանի կենտրոնում Ամիրյան Չարխ կոչվող թաղամասում կամ Կոնդում կամ Նաբերեժնի ձորում, Հրազդանի կիրճում կամ չգիտեմ որտեղ որ եղել ասենք Սարիթաղ, Սիլաչի ես կյանքում այդ հայհոյանքները լսած չկամ։ Այն բնույթի հայհոյանքներ են տալիս մեկ առ մեկ կրկնելով իրենց ուրեմն պաշտելի երևի, չնայած որը մեկը հետ հայհոյանք էր տալիս այդ դոգին, բայց բոլորը հայհոյում են դոգի ոճի մեջ, այսինքն սեռական հայհոյանքները առաջ որ հայհոյում են, մեկը մեկի մորն էր հայհոյում, այդի արունահեղություններ ասում էին դու սխալ ես արել, մորը պիտի չհայհոյես, մայրը սուրբ է, մայրիմ սուրբ ու բարի, հայաստանցիների մայրը, հələ մի հատ ձեր մայրերի գրածներն ու ձեր մայրերի խոսացածները նայեք, բան, в общем, այդ ուրիշ թեմա է, հա, ու իրար պետք է հայհոյես, անձնական, մորը չհայհոյես եւ այլ, հիմա այս աղջիկների տված բոլոր հայհոյանքները սեռական բնույթի օրալ բնույթի, օրալ նշանակում է ովքեր չգիտեն, բերանն է օրալը, օրալ բնույթի հայհոյանքներ են, ինչ որ են կեղտա բերանը խոսում է, այս ժողովուրդը դրանց սովորում է։ Երեքն էլ օրալ բնույթի ես, 3 աղջիկներն էլ, անուններ ուղղակի չկար, հասցրեցի միայն ուրեմն սկրինշոթով նկարները նկարել, տեղադրել եմ այդ խմբում, միացեք այդ խմբին, հավանեք, տեղադրեք ուղարկեք ձեր տեսած կեղտաբերանների նկարները, անունները, աշխատանքի վայրը հասցեն, թող բոլորը իմանան դրանք ովքեր են։ Դրա համար ես անունները չունեմ, միայն նկարները դրեցի, բայց 3-ն էլ մի հայհոյանք են տալիս, է որ ասում է 7 հարկանի, այդպիսի բան շատ հասուն տղամարդիկ, նույնիսկ ազատության վայրերում մի 2 անգամ, 3 անգամ եղած տղամարդիկ երևի այդպիսի հայհոյանքներ լսած չեն լինի։ Նույն մեկ առ մեկ նորից եմ ասում, կրկնելով այդ հայտնի համասեռամոլի բանը, ինչ որ ինքն է ասում եթերով ու 300-400 հազար հոգի դիտում ունեն, սուրբ կանայք հայ նստած լսում են, թե այդ մարդը իրանց ոնց է հայում, դե սովորեն, իրանց ամուսինները երևի սաղ կյանքը հայհոյանքից բացի իրանց ուրիշ քնքշանք, ուրիշ գեղեցիկ խոսք չեն ասել, դրա համար հիմա էլ նստած հարցների հետ են լսում, տղերքի հետ են լսում, թորների հետ են լսում, դա 300-400 հազար հոգի դիտում ունի, բայց եթե այնտեղ մի հատ գեղարվեստական հաղորդում կա արվեստի մասին, հայ հանճարների մասին, նայում ես մի քանի 100 հոգի մարդ է դիտում։ Դա է արժեքը, դա է արժե համակարգը։ Ում ինչ որ հետաքրքիր է, դա էլ դրան էլ դիտում են, դա էլ նայում են։ Դա է այս ժողովրդի, այս հայաստանցիների այսօրվա գնահատականի սանդղակի ուրեմն աստիճանը։ Ըստ դրա կարելի է դատել հայաստանցիների բարոյական արժեքների մասին։ Ինչևից է։ Աստված իրանց դատավոր
ուզում էի ուղղակի միայն դա ասացել եմ, որ երևի ժողովուրդ սխալ արեցիք, եկեք տեսնեմ ինչ կարծիք եք, գրեք մեկնաբանություններում, եթե համաձայն եք, եթե տես գտնում եք լավ, խումբը փոխենք, մոռանանք այդ հայոց կեղտաբերանների, նրանց նկարներով, հաստեներով, դնենք ուղղակի մի հատ ուրիշ խումբ ստեղծենք, լավ մարդկանց, բարոյական հայերի, այն ոնց որ հաղորդում կա, չէ, աշխարհի հայերը ցույց են տալիս Գյուլբեկյան, Քրքորյան, այդ Շարլ Ազնավուրյան, մեր հայաստանցիների մեջ փորձենք գտնել այդպիսի լավ հայերի, տեղադրենք նրանց նկարները, անունները, թող բոլորը տեսնեն հպարտանան։ Մի օր հանգուցյալ Ավետիք Իշխանյանին հարցրեցի, պարոն Իշխանյան, գտնում եմ, որ հայաստանցիների մոտ 75%-ը տգետ են, ինչ եք կարծում, ասեց պարոն Պողոսյան, ասեց դուք մեր հայաստանցիների մասին բավականին լավ կարծիք ունեք։ Այսինքն նրա կարծիքով 75%-ից ավելին է այդ կեղտաբերանների, տգետների, բթամիկների, գեղցիների, ռաբիզների, հետամնացների քանակը։ Եվ այս իշխանությունները 30 տարի ոչինչ չեն անում, այդ կրթական ցենզը մի քիչ բարձրացնեն, այդ ժողովրդին կրթեն, ճաշակ սովորացնեն, խելք սովորացնեն, միայն փորձում են թունավորեն, խառնել իրար եւ ստորացնեն ու նվաստացնեն, իհարկե դա ուրիշ թեմա է։ Ասածը սա էր, փորձենք երևի ուրիշ խումբեր ստեղծենք, որտեղ կամ գուցե երկու խումբ ստեղծենք, համեմատության կարգով դեղել լինի բարոյական լավ արժեք ունեցող հայրենասեր հայերի ուրեմն նկարները, անունները, որպեսզի հավասարակշռությունը տեսնենք ոնց կպահպանվի։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, ինչպես ասում եմ, լավ բարեկամ Էդմոն Մարուկյան, Աստված պահապան Հայաստանին, հայ ժողովրդին, Աստված թող օրհնի ձեզ, ձեր ընտանիքներին, ձեր երեխաներին, կուրք մի ստեղծեք, ոչ մի վարչապետից կամ նախագահից, եթե կուրք եք ստեղծում, կուրք մի հատ ունեք, հայ ժողովուրդը դա ընդունել է արդեն 301 թվականին, սիրեք ձեր երեխաներին, սիրեք ձեր ընտանիքը, սիրեք ձեր մեծավորին, սիրեք ձեր հարևաններին, սիրեք ձեր համաքաղաքացիներին, համաերկրացիներին, եղեք բարի, բարեկիրթ, քաղաքավարի, հարգալից, ինչ ասեմ, հերթը մի գծով կանգնեք իրարից մի մետր հեռավորության վրա, մի հպվեք հերթում ձեր առջև կանգնած թմբլիկ տիկնոջ հետույքին մի քիչ հեռավորություն պահեք, ժպտացեք իրար, ձեզ բոլորիդ էլ ցանկանում եմ կապույտ խաղաղ երկինք, իմաստություն, խելամտություն, էշիականջից զարթնեք, հերիքա քնած մնա ժողովուրդ, օղակը ինչ են կասկադի շուրջ օղակը նեղանում արդեն, վերջի երկու կետն էլ Նիկորը ստորագրեց, զարթնեք, մի բան ասեք, մի բան արեք, ամենայն բարիքներ ձեզ, ձեր ընտանիքներին և ուրախ հանգստյան օրեր եմ ցանկանում։